Ուրախ եմ, որ այս առիթն ունեմ միասին եւս մեկ անգամ Տիրոջ խոսքի շուրջ մտորելու, աղոթելու ու խոսքից առնելու այն ինչի որ մենք կարիքն ունենք։ Խոսքն է, որ ձևավորում է մեզ որպես քրիստոնյա, որովհետև եթե ճշմարտությունը չենք ճանաչում, եթե Աստծո խոսքը չգիտենք, ինչպես կարող ենք վարվել ճիշտ կերպով, ինչպես կարող ենք ճիշտը սխալից զանազանել եւ առհասարակ, ինչպես կճանաչենք Աստծուն, ինչպես կճանաչենք ինքներս մեզ, եթե Աստծո խոսքը չլիներ։ Ուստի Տիրոջ խոսքը մեր կյանքում շատ կարևոր տեղ պետք է ունենա։ Ես գուցե սա կրկնել եմ, բայց սա մի բան է, որ անընդհատ ինքներս մեզ պետք է հիշեցնենք եւ ասենք։ Այն վերաբերմունքը, որ մենք ունենք Տիրոջ խոսքի նկատմամբ, ցույց է տալիս այն վերաբերմունքը, որ մենք ունենք Աստծո նկատմամբ։ Այսինքն ինչպիսի ընթացք, ինչպիսի վարք, ինչպիսի վերաբերմունք ես ունեմ Աստծո խոսքի նկատմամբ, դա ցույց է տալիս իմ վարքը Աստծո նկատմամբ։ Եվ եթե ես անտարբեր եմ Աստծո խոսքին, ժամանակ չեմ տրամադրում խոսքը կարդալու, չեմ ուսումնասիրում, իրապես չեմ փափագում, չեմ սիրում խոսքը, դա ցույց է տալիս ինչ, որ ես չեմ սիրում Տիրոջը, չեմ սիրում Աստծուն եւ ոչ էլ Աստված ինձ համար կարեւոր ինչ-որ մի տեղ ունի։ Մի խաբվեք։ Չի լինում այնպես, որ ես կարծես Աստծո խոսքը չեմ սիրում, բայց Աստծուն սիրում եմ։ Սա այսպես չի աշխատում, չի լինում ընդհանրապես։ Եթե Աստծուն սիրում եմ, կսիրեմ նաեւ իր խոսքը։ Որովհետև այն ամեն ինչ որ Տեր Աստված ասեց, ցույց էր տալիս Աստծո ով լինելը, իր էությունը։ Դա համար Հիսուս Քրիստոսն ասեց, որ նա է ճշմարտությունը։ Այն ճշմարտությունը, որը որ քարոզվում է, հույսով եմ քարոզվում է եկեղեցիներում, եւ առհասարակ այն ճշմարտությունը, որ մենք ունենք Աստծո խոսքի տեսքով, Աստվածաշնչի տեսքով։ Շատ լավ։ Շարունակելու ենք մեր Թեսաղոնիկեցիս նամակի սերտողությունը, չնայած ահագին երկար ժամանակ է մի պահ կանգ էինք առել, դրանից հետո ձեռնադրություն եղավ, ձեռնադրության շրջանակում առանձին խոսք եղավ, բայց փառք Տիրոջը, որ նորից հետ ենք վերադառնալու, շարունակելու ենք այն հատվածից, որից որ կանգ էինք առել։ Հույսով եմ, որ այդ հատվածից, որտեղից որ կանգ էինք առել, որտեղ երկար ժամանակ անցնում, մեկ երեք Գևորգ եղբորս հետ էլ է խոսում, ասում վստահ ենք, որ ստեղ ենք կանգնել, բայց ոնց որ թե համաձայնվեցինք, որ ստեղ ենք կանգ առել։ Շատ լավ։ Մինչև կանցնենք բուն հատվածին, ուզում եմ մի ազնվորության մասին խոսել։ Հորատիուս Սպաֆորդի մասին, չգիտեմ, լսել եք այս խոսքը, թե չեք լսել այս մարդու մասին։ Ինքը 19-րդ դարի քրիստոնյա իրավաբան էր եւ բավականին աստվածավախ մարդ էր, ապրում էր Չիկագոյում։ Ու այս մարդը իր կյանքի ընթացքում բավականին ծանր իրավիճակներով անցել։ Գուցե բաներ, որոնք որ մարդը չի կարող անգամ պատկերացնել եւ հույսով եմ Տերը կազատի նման իրավիճակներից, որպեսզի մենք չհայտնվենք։ 1871 թվականին նա կորցնում է իր մեծ ֆինանսական կարողությունը Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ։ Սակայն այսի է ձև ասած դժբախտությունների կամ խնդիրների ամենափոքրագույնն էր, ինչ կարար հանդիպեր մարդուն։ 1873 թվական, ընդամենը 2 տարի անց, պատկերացեք կորցնում է բավականին մեծ կարողություն, 2 տարի անց Սպաֆորդը կնոջը եւ 4 դուստրերին ուղարկում է Եվրոպա նավով։ Ինքն էլ մնում է ԱՄՆ-ում գործերով։ Ճանապարհի նավը բախվում է մեկ այլ նավի եւ այդ նավաբեկության ընթացքում նավը խորտակվում է ու նրա 4 դուստրերը խեղդվում են։ Կենթանի է մնում մենակ իր կինը ու Եվրոպայից նամակ է ուղարկում, գրում ասում է միայն ես եմ փրկվել։ Պատկերացեք այս վշտի շրջանակներում, երբ որ Հորատիուսը որոշում է նավը նստում ուղղավորվում է դեպի Եվրոպա, որպեսզի գնա իր կնոջը միանալու, նավը հասնում է այն վայրին, որտեղ որ իր դուստրերն էին խորտակվել։
ու այդ պահին նա գրում է մի հայտնի հոգևոր երգ, շարական, այսպես կարելի ասել, որը որ շատ քրիստոնյաների համար մխիթարության խորհրդանիշ է։ Չգիտեմ լսել եք թե չէ, բարի է իմ հոգվուս, այդ երգը բարի է, որ պատասխանում են իմ հոգվուս, պատկերացեք, որ այս ծանր իրավիճակում այդ վայրում ինքը գրում է հետևյալ երգը։ Ասում է, երբ խաղաղությունն իբրև գետ կհորդե եւ երբ վիշտը ալիքների պես բարձրանում է, իմ հոգուն կուսուցանեմ կամ իմ հոգուն կասեմ, բարի է իմ հոգվույս։ Գիտեք, այս պատմությունը գուցե զարման կառաջացնի շատերի մոտ եւ հարց առաջանա ոնց կարա մարդ այսքան վիշտերի մեջ կանգնի ու մի շարական գրի, որ it is well for my soul, with my soul, անգլերեն է գրել, հետո նաև թարգմանվել է շատ երգերում։ Գիտեք, մեր կյանքում էլ, մեր հոգևոր ընթացքի մեջ մենք առաջ ենք կանգնում տարբեր դժվարությունների, տարբեր խնդիրների։ Եվ հարցը առաջանում, այս խնդիրների, այս դժվարությունների մեջ ինչպես գտնենք մխիթարություն։ Ոնց գտնենք մխիթարություն, այսօր խոսելու ենք, որ մենք պետք է այդ մխիթարությունը գտնենք Տիրոջ մեջ եւ փորձելու եմ տալ 3, ձև ասած գործիքներ կամ 3 ճշմարտություն, թե ինչպես գտնենք այդ մխիթարությունը։ Խնդրում եմ բացեք Առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ, ընթերցելու ենք միասին 13-ից 18 համարները։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4, 13-ից 18 համարները։ Եթե դեմ չեք, խնդրում եմ ոտքի կանգնենք միասին Աստծո խոսքը ընթերցենք։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4, 13-ից 18։ Չենք կամենում եղբայրներ, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուս մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի։ Քանի որ Տերը ինքը հրամանի ազդարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի եւ Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, եւ հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարեք այս խոսքերով։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես փառք ենք քեզ տալիս ես գեղեցիկ օրվա համար, Տեր։ Գեղեցիկ է ոչ թե նրա համար, որ չարությունն է պակասել, գեղեցիկ է ոչ թե նրա համար, որ պատերազմներն են կանգ առել, որ գուցե խաղաղություն, այլ գեղեցիկ է, որտեվ դու ես արարել եւ քեզ հետ այդ խաղաղությունն ունենք, Տեր։ Գեղեցիկ է, որովհետև տերունական օրը եւս մեկ օր է հիշելու քո հաղթանակի մասին, Տեր Աստված քո հարության մասին։ Աղոթում եմ ով Հայր, որ հիմա օգնես խոսքից շուրջ մտորելու ժամանակ, Տեր, քեզանից առնենք այն ճշմարտությունը, որ դու ցանկանում ես փոխանցես։ Եվ այդ ճշմարտությունը իրապես մեր սրտերին մխիթարություն բերի։ Թեև գուցե հիմա ինչ-որ նեղության միջով ենք անցնում, խնդիրներ ունենք, ցավ ունենք մեր սրտում, Տեր Աստված, դու մխիթարիր։ Դու մխիթարիր քո խոսքով եւ դու մեզ առաջնորդիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Եթե հիշում եք Թեսաղոնիկեցիս նամակը, Պողոս առաքյալը գրում էր բավականին մեծ խնդիր տեսնելով։ Խնդիրը այն էր, որ եկեղեցին պատկացեք նորադարձ էր, նոր էին հավատացյալները իրենց հավատքի ընթացքի մեջ եւ Պողոս առաքյալը հիշում եք ստիպված էր լինում լքելու Թեսաղոնիկեն։ Բայց այնուամենայնիվ, երբ որ Տիմոթեոսին է ուղարկում եւ գտնում է եկեղեցին բավականին առողջ վիճակում, ուրախանում է, քաջալերվում է, սակայն հարցեր կային վարդապետական, որոնք որ արկախված էին։ Մարդկանց մոտ որոշակի անհասկացողություն կար Քրիստոսի երկրորդ գալստյան հետ կապված եւ սա իր հերթին որոշակի խնդիրներ էր բերում։ Դրա համար է, որ Թեսաղոնիկեցիների նամակի կենտրոնական միտքը
Հույս գտնելը կամ հույս ունենալն է Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Ինչու, որովհետև պատկերացեք հեթանոսությունից անցել են դեպի քրիստոնեության, բավականին հալածանք կա իրանց հարազատներից, իրանց բարեկամներից, ծանոթ բան ասում են, դավաճանել եք մեր հավատքը, այսքոմ ենքոմ, աղանդավոր եք դարձել եւ այլն եւ այլն։ Եվ այս ամեն ինչի շրջանակում պատկերացեք ապրում եք հեթանոս շրջապատում եւ այդ հեթանոս շրջապատում ապրում եք ոչ այնպես, ինչպես որ ապրում են մնացածը։ Եվ սա արդեն ստացվում է ճնշում ոչ միայն ձեր հարազատ շրջանակից, այլ ամբողջ համայնքը ընդհանուր ճնշման է ենթարկում, ինչի, որովհետև այլևս այդ համայնքին նման չէր ընթանում եկեղեցին։ Եվ նման իրավիճակներում իրենք կարիք ունեին ինչի մխիթարության, որպեսզի հաստատուն շարունակեն քայլել այն վշտի կամ այն ցավերի ժամանակ, որոնք որ դու պատկերացեք տեսնում ես կամ ստանում ես քո հարազատ մարդկանց կողմից, քո հարազատներից, քո ընկերներից, քո ծնողներից։ Եվ Պողոս առաքյալը այստեղ խոսում է հենց որ հույս մենք ունենք, ու այդ հույսը վեր է ամեն բանից։ Եվ փորձում է իրենց մխիթարության մասին 3 ճշմարտություն փոխանցել, որի որ մասին այսօր էլ խոսելու ենք։ Եվ սա ասեմ, որ իրական է նաև մեզ համար։ Եթե մենք այս ճշմարտությունները մերժենք, որևիցե մխիթարություն, որևիցե հույս չենք կարող ունենալ մեր հոգևոր կյանքի ընթացքում։ Եվս մեկ անգամ կարդանք 13 եւ 14 համարները։ Նայեք ինչ ասում Պողոս առաքյալը։ Չենք կամենում եղբայրներ, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք։ Հենց ամենասկզբից մենք տեսնում ենք խնդիրը, որ իրանց մոտ կար խնդիր, ունեին մարդիկ, ովքեր որ մահանում էին հարազատների եկեղեցու շրջանակից, ննջեցյալներ որպես տերմինը օգտագործվում է հավատացյալների նկատմամբ։ Բառացինքը նշանակում է քնած։ Այսինքն նույնիսկ մենք հայերենում այս տերմինը շատ դեպքերում օգտագործում ենք, շատ չենք օգտագործում, բայց այնուամենայնիվ մեր մահացածների նկատմամբ ասացի իտերը ննջեց կամ ննջեցյալ բառն ենք ասում, բայց նորից ննջել բառը բառացի հայերենում նույնպես նշանակում է ինչ? Քնել։ Եվ հիմա ինչ էր տեղի ունեցել? Խնդիր ունեն, իրանք պատկերացում չունեն կամ ամբողջական հասկացողությունը չունեն, ինչա տեղ ունենում մարդու հետ, երբ որ մարդը մահանում է։ Ինչ է տեղ ունեցել։ Նաև Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին։ Քրիստոս արդեն եկել է, չի եկել, եկել է, մենք մնացել ենք այստեղ հարցեր, որոնք որ արկախված էին։ Հիմա այս ննջեցյալ բառի հետ կապված ցավոք սրտի շատ սխալ վարդապետություններ են առաջ եկել։ Որոշ այսօր նույնիսկ եկեղեցիներ, քարոզիչներ քարոզում են, ասում են մարդը, երբ որ հիմա մահանում է, մինչև հարությունը, մարդու հոգին քնած կամ ննջած վիճակում է գտնվում, որովհետև բան ոչ տեսնում է, ոչ զգում է, մինչև կգա այն պահը, երբ որ հարություն կառնի։ Այնինչ Աստծո խոսքը շատ հստակ խոսում է սրան հակառակ, որ որովհետև կերպով նման հասկացողություն չկա ընդհանրապես, այսինքն քնած վիճակ հոգիների գոյություն չունի։ Կարող եք կարդալ հայտնության գրքի մեջ ինչպես են այդ հոգիները Տիրոջ առաջ աղոթում, իրենց ցանկությունը հայտնում, այսինքն մեռած հոգիները շատ հստակ լսում են, տեսնում են, տրամաբանում են, նաև կարողանում են այսպես ասած իրենց խոսքը կամ աղոթքը բարձրացնել առ Աստված։ Նույնպես նաև տեսնում ենք Հիսուս Քրիստոսի առակի մեջ, օրինակի համար Աղքատ Ղազարոսի, երբ որ մահացավ չի ասում, որ հոգին քնած էր, ճիշտ է մենք չենք վերցում ամեն դետալ եւ բառացի մեկնաբանում ենք որպես առակ, բայց բուն նյութը Աստծո խոսքում շատ հստակ է, որ հասկացողություն հոգիների քնելու չկա։ Ննջեցյալ տերմինը օգտագործվում է, որ սա ինչ է, ժամանակավոր մարմնի ինչ է, բաժանում է մարմնի եւ հոգու ժամանակավոր իրողությունը մի բան չէ որ անընդհատ է լինում եւ այս առումով նորից հիմա շատ օրինակներ կարանք բերենք եւս մեկ օրինակ բերեմ Մատթեոս 17-րդ գլուխ 3-րդ համարի մեջ ուզում կարդամ նայեք Մատթեոս 17:3 երբ որ այլակերպության օրն էր Հիսուս բարձրացավ լեռը հիշում եք իր աշակերտների հետ մի քանիսին այլակերպվեց, փոխակերպվեց եւ ում հանդիպեց Մովսեսին եւ Եղիային։ Ահա, կարդում ենք ասում է եւ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ Այսինքն եւս մեկ անգամ մենք ինչ ենք շատ հստակ տեսնում, որ հոգիները կենթանի էին, քնած չէին։
Եվ այդ հասկացողությունը, որ հոգիների քունը ուղակի sense ինչ որ վիճակ է մինչև հարությունը մենք կարծես թե գոյություն ունենք, բայց գոյություն չունենք, նման հասկացողություն, նման բան չկա։ Երբ որ այդ բաժանումը կա, դեռևս հարությունը չկա։ Հոգիները տրամաբանում են, հիշում են եւ այս ամեն ինչը իրական է։ Հիմա ինչ է ասում։ Չեմ կամենում եղբայրներ, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք։ Ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Ուրիշները ովքեր հույս չունեն։ Ովքեր որ Տիրոջը չեն ճանաչում։ Այսինքն բոլոր անհավատները, բոլոր մարդիկ, ովքեր որ չեն ընդունում Տեր Հիսուս Քրիստոսին, իրականում հույս չունեն։ Մնացածը պատկերացեք, եթե ասենք մահ է եղել։ Հավատացյալի նկատմամբ այո, մենք ցավ ենք ապրում, ինչի որտեղ որոշ ժամանակով այդ մարդուց ինչ ենք եղել, բաժանվել ենք։ Որոշ ժամանակ չենք տեսնելու, կարոտելու ենք, եւ սա ցավ է մեզ համար։ Բայց արդյոք հույս չունենք։ Արդյոք սա մեզ համար ամեն ինչը ավարտ է։ Չէ։ Մենք հույս ունենք, որ գալու է պահ նորից այդ մարդու հետ հանդիպում ունենալու ենք։ Միասին ենք լինելու։ Որտեղից է գալի այս հույսը։ Հիսուս Քրիստոսի հարությունից։ Այսինքն առաջին մխիթարությունը, որ մեզ համար պետք է լինի հիմնակարային, նեղությունների, դժվարությունների ժամանակ պետք է հիշենք, Հիսուս Քրիստոսի հարությունն է մեր ինչը, մխիթարությունը, մեր հույսը։ Հիսուս Քրիստոսի հարությունն է, որ մեզ հնարավորություն ու կարողություն է տալիս ինչ անելու, առաջ քայլելու։ Դրա համար ասում են նրանք կամ ուրիշները հույս չունեն, որովհետև ուրիշները չեն հավատում Հիսուս Քրիստոսի հարությանը։ Բայց եթե մենք ինչ ենք անում, հավատում ենք, մենք այդ հույսն ունենք, 14 համար ասում է, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուս մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կբերի նրա հետ։ Լսում եք։ Հիսուս Քրիստոսի հարությունը մեր կյանքում նեղությունների, խնդիրների, դժվարությունների կորուստի ժամանակ ինչ են դառնում, մխիթարության հույս։ Դրա համար եմ ասում, երբ որ մենք տոնակատարում ենք Հիսուս Քրիստոսի հարությունը, երբ որ ամեն Կիրակի այստեղ ենք գալի, ասում ենք տերունական օրը, չէ՞։ Տերունական ի՞նչ է նշանակում։ Ինչու ենք ասում տերունական, ինչու է Կիրակին, Քյուրոս բառից, ինչու է Տիրոջ օրը սա։ Հա՞։ Որովհետև Կիրակի օրը Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ, եւ սա դառնում է մեզ համար ինչ։ Մխիթարություն։ Դրա համար սիրելիներ ամեն Կիրակ, երբ որ գալիս եք, կարաք հանգիստ իրար հետ ասեք Հիսուս Քրիստոս հարությունը առել։ Այո, եւ սա մեզ համար պետք է մխիթարություն լինի։ Հասկանում եք, մեզ համար հարության տոնից տոնը չէ զուտ այս հիշելը եւ մխիթարություն գտնելը։ Ամեն օրը, ամեն տերունական օրը մեզ համար ինչ է։ Մխիթարությունը հիշեցում է, որ Հիսուս Քրիստոս հարություն է առել։ Թեև մեռավ, բայց երրորդ օրը ինչ արեց։ Հարություն առավ։ Եթե հավատում ենք, եթե նրա հետ մեռնենք, մենք էլ ինչ կանենք, հարություն կառնենք։ Այս հույսը մնացած անհավատները, մնացած մարդիկ չունեն, բայց մենք այս հույսն ունենք։ Դրա համար նեղության ժամանակ, դրա համար խնդիրների ժամանակ, նույնիսկ այս երկրից վրա, երբ որ լուրջ հարցերի առաջ եք կանգնում, սիրելիներ, հիշեք մի բան։ Այս ամեն ինչով չի ավարտվում ամեն բան։ Այսինքն, այս կյանքը չի, որ մենք հույսը դրել ենք այս կյանքի վրա։ Հասկանում եք, եթե որից եմ մեկիդ հարցնեմ, ձեզանից քանիսը մյուս վարքյանի վրա վստահություն ունի։ Քանիսը ապահովություն ունեք։ Օրինակի համար, չգիտեմ, Ռոսգոստրախում, հիմա էլ Ռոսգոստրախ չեմ հիշում ինչ անունը փոխել։ Ուրիշ ինչ որ մի հատ ապահովագրության բան ասեք։ Ասենք պատկերացեք գնաք գումար վճարեք, ասեք 10 տարի կյանքս ինչ ուզում ես արա, որ անպայման կյանք ունենամ, ոչ մի խնդիր չունենամ։ Որովհետեւ ապահովագրական մի կազմակերպություն կարա ձեզ այդ ապահովագրությունը տա։ Լավ 10 տարի շատ ասցի։ Մի օրվա համար կարա 100% ձեզ վստահություն տա։ Եթե չկա այդ վստահությունը, ժողովուրդ ջան, արդյոք սա խենթանալիք չի։ Մի բան պատկերացրեք, ձեր մյուս վարքյանը, ամեն վարքյանը կախված է ոչ թե ձեզանից, այլ կախված է Աստծուց։ Ձեր սրտի աշխատանքը կախված է Աստծուց։ Ձեր թոքերը շնչելու կարողությունը կախված է Աստծուց։ Ամեն բան կախված է Աստծուց։
Հիմա այդ ձեր ամեն մի վարքյանը, եթե մենք ուղղակի մի բան մտածենք, Աստված չկա, կամ պատկերացնենք մենք ենք մեր կյանքի Տերը, այս ձև ասած ճակերտավոր։ Որտե՞ց ունենք այս վստահությունը։ Ես անկեղծ եմ ասում, մեկ սկսում եմ մտածել, ասում այն աշխարհի մարդիկ ոնց են կարողանում ամեն վարքյան, ամեն պահ ապրել առանց հասկանալու, որ ընդհանրապես որևիցե ապահովագրություն ընդհանրապես չունեն։ Հա, դրա մասին չեն մտածում, իրանք ինչ են արել, փորձել են ինչ-որ կերպով այլ բաներ են փորձում, ապահովություն են կարծես դարձում, դե սենց էլ պետքա լինի։ Ամեն առավոտ արտանում եմ, այդ ձև էլ պետքա լինի։ Ամեն առավոտ առողջականս նորմալ, տենց էլ պետքա լինի։ Այսքան ժամանակ երկրաշարժ չի եղել, տենց էլ պետքա լինի։ Մինչև 88 թվականը, մինչև Գյումրիում երկրաշարժը մարդիկ գուցե նույնպես այդ ձև էլ մտածում էին։ Շատ շատերը իրենց ծրագիրն ունեին, շատ շատերը իրենց պատկերացած ընթացքն էին գծել։ Բայց ուղղակի մեկ վայրկյանում, մեկ ընթացքում ինչ տեղի ունեցավ, ամբողջը ավիրվեց։ Եվ քանի հազար մարդիկ մահացան։ Հասկանում եք, նորից ես ասում եմ բաներ, որոնք որ գուցե մեր համար այդքան էլ գիտենք դրա մասին, բայց ինչ ենք անում, փորձում ենք դրա մասին չմտածել։ Բայց տեսեք, խնդիրը սրա մասին չի, որ մենք դրա մասին չգիտենք եւ դրա համար վախենում ենք, ինչ կլինի, կարող է այսօր մահանամ թե չէ։ Հասկանում եք, եթե մենք Տիրոջով մխիթարություն ունենք, եթե ես հավատում եմ, որ մահով ամեն բան ոչ թե ավարտվում է, այլ իրականում սկիզբ է առնում, կյանքս, խաղաղությունս, ամեն ինչը գալիս է իր տեղը, որտեղ հասկանում եմ, որ կապ չունի ինչ իրավիճակում եմ գտնվում։ Տերն է պահողը։ Կապ չունի իրավիճակները, Տերն է պահողը։ Դրա համար, երբ որ պատերազմը սկսեց, շատ շատերը դարձան ինչ, հավատացյալներ, հայր մեր աղոթքով էին սկսում օրը, աղոթում էին Տեր Աստված հաղթանակ տուր, այս, բայց երբ որ այդ ամեն ինչը ավարտվեց, մի որոշ ժամանակ էդի սաղկար է ծանրությունը, բայց հիմա նայեք, նույնիսկ մարդիկ շարունակում են ապրել, կարծես թե ոչ մի բան առանձնապես չէր եղել ու ամեն ինչը անցնում է նորից նույն հունով։ Ինչի որտեղ մարդիկ իրենց խաբում են, նորից հույս են դնում այլ ինչ-որ բաների վրա։ Մեր վստահությունը, մեր հույսը մենք չենք, մեր բանակը չէ։ Չնայած շնորհակալ եմ բոլոր այն զինծառայողներին, ովքեր որ ծառայում են, ովքեր որ իրենց լավագույնն են անում։ Հասկանում եք, ասածս խնդիրը նրա մասին չէ, որ ես թերագնահատում եմ որևիցե մեկի աշխատանքը, որևիցե մեկի ծառայությունը։ Խնդիրը նրա մեջ է, որ մենք պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն։ Եթե Տերը չպահե, զուր են պահապանները։ Սա մի իրողություն է, որի հետ մենք պետք է հաշվի առնենք։ Եթե Տերը մեր կյանքը չպահե, զուրը ընդհանրապես ամեն մի ընթացք, որ մենք ունենում ենք, դրա համար այո մենք մեր լավագույնն ենք անում, Տիրոջը կամքի համեմատ ապրելու, աշխատելով, սովորելով, որոշակի ծրագրեր կազմելով, բայց հիշում ենք մի բան, ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է։ Եվ եթե պահը գա, ես տեղ աչքերս փակեմ, Տիրոջ հետ եմ լինելու։ Եվ այս հարության մխիթարությամբ ենք առաջ գնում։ Պողոս գիտեք ինչ էր իր կյանքի ընթացքում ասում, երբ որ այս նեղությունների խնդիրների միջով էր անցնում, ասում էր ինձ համար լավ է, որ ես ինչ անեմ, մեռնեմ։ Լավ է, որ մեռնեմ, ինչի որտեվ վերջի վերջո հանգստություն կգտնեմ, ինչի որտեվ դժվար է։ Նեղություններ, խնդիրներ, եկեղեցու ծառայության բեռը ամեն ինչը, այս ամեն ինչի միջով Պողոս առաքյալն անցնում է։ Դրա համար ասում էր իմ ապրելը ձեզ համար է լավ։ Որովհետև ինչքան ապրում եմ, ձեզ եմ ծառայում, ձեզ համար եմ աղոթում, ձեզ եմ ուղղորդում։ Բայց երբ որ մահանամ ինձ համար է սա շա, որովհետև արդեն իսկ Տիրոջ մեջ հանգստություն եմ ունենալու։ Որտեղից այս վստահությունն ուներ Պողոս առաքյալը։ Որովհետև Հիսուս Քրիստոսին հարություն առած տեսել էր։ Այն աշակերտները, որոնք որ փախան, վախեցան նեղության ժամանակ, Հիսուսի խաչի մոտից փախան, երբ որ Հիսուսին հարություն առած տեսան, ողջ կյանքը ամբողջությամբ փոխվեց։ Սա է հավատքով կյանք ապրելը, թեև մենք Տեր Հիսուս Քրիստոսին մեր աչքերով հարություն առած չենք տեսել, բայց վստահում ենք խոսքին, վստահում ենք մեր փոխված կյանքին, որտեղ այն ինչ որ մեր կյանքում տեղի ունեցել, դա մենք գիտենք, չէ, ինչպես է Տերը մեր կյանքը փոխել, ինչպիսին էինք մենք եւ ինչպիսին է դարձել մեզ հիմա։ Սա իրականություն է մեր կյանքում եւ ես կարիք չունեմ, որպեսզի այլ ինչ որ հրաշքներ տեսնեմ։ Ես տեսնում եմ, որ Աստծո խոսքը ճշմարտություն է, իրականություն է ինձ համար։
Դրա համար առաջին մխիթարությունը սա էր։ Տեր Հիսուս Քրիստոսի հարությունն էր։ Իմ մխիթարությունը, մեր մխիթարությունը։ Երկրորդը Աստծո խոսքն է մեր մխիթարությունը։ Այն խոսքը, որ մենք ունենք, դա է մեզ համար ինչ մխիթարություն։ 15-16 համարները կարդանք։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա ենք ասում ձեզ։ Պողոս առաքյալը չի ասում փիլիսոփայում եմ, ենթադրում եմ, կարծում եմ այս ձև կլինի, դե պիտի որ այս ձև լինի, սենց բառեր չի օգտագործում, չէ՞։ Ինքը հստակ է ասում այն ինչ որ ասում ենք, ինչի համեմատ եմ ասում, ինչի հիման վրա եմ ասում, Աստծո խոսքի վրա եմ ասում։ Աստծո խոսքի վրա եմ ասում։ Դրա համար հենց քարոզից ամենասկզբում ասի, մեզ համար կարևորագույն հիմքը մեր կյանքի առաջնորդությունը ինչը պետք է լինի։ Աստծո խոսքը, որտեղ խոսքի մեջ ենք մենք գտնում ինչը, մխիթարությունը։ Նորից աշխարհիկ մարդիկ այս Աստծո խոսքը չունեն։ Չնայած որոշները կամ փորձում են ինչ-որ կերպով հույս գտնել։ Վստահ եմ լսել եք կլինիկական մահի տարած որոշ մարդկանց պատմություններ։ Լույս տեսա, ինչ-որ թունել էր, կանանչ էր, մյուսը։ Հասկանում եք նորից խոսքը չգիտեն, ինչ-որ կլինիկական մահերի պատմությունների, ինչ-որ նման վկայությունների վրա են իրենց հույսը դնում։ Մեկ ուրիշ փիլիսոփաներ սկսում են այլ կերպով փիլիսոփայել, այլ կերպով ինչ-որ պատկերացումներ կազմեն։ Որոշ ֆիլմեր են նկարահանվել, որ վերջը գիտնականները ապացուցեցին, որ մահից հետո ինչ-որ կյանք կա, ու հետո ցույց են տալիս, թե ինչպես ասենք հազարավոր մարդիկ ինքնասպան են լինում։ Հասկանում եք, մարդիկ փորձում են ինչ-որ մի բան հորինել, գիտեք ինչի՞։ Որտեվ ներքուստ ենթագիտակցաբար մենք գիտենք, որ մարդը չի ծնվել մահվան համար։ Մենք մեր մեջ այդ ամեն ինչը դրված է, որտեվ մի բան պատկերացրեք։ Որն է ամենասովորական բանը, որ մարդը իր ողջ կյանքի ընթացքում տեսնում է։ Մահը։ Մենք ամեն օր լսում ենք մահվան մասին, տեսնում ենք մահվան մասին։ Ամեն պահ մենք տեսնում ենք, թե բնության մեջ, կենդանական աշխարհում, թե նաև մարդկանց շրջանակում։ Եվ տրամաբանությունը եւ մեր པարզ հասկացողությունն ասում է, որ վաղ թե ուշ մենք նույնպես ինչ ենք լինելու, մահանալու ենք։ Եթե բոլորը սրա մասին գիտեն, ինչի մահը մարդը նորմալ բան որպես չի ընդունում։ Հարց տալիս եք ինքներդ ձեզ։ Ինչի մենք մահվան հետ այդքան էլ հաշտ չենք։ Համ հա, բայց եթե վերջն այլ ինչ կա մտածելու, անցավ գնաց, պրծավ այդ ամեն ինչը։ Ներքուստ համ էլ վախ կա մարդկանց մեջ, համ էլ ուզում են բանահանս, իրանց սուտ խապելով, իրանց ինքն իրեն էլի, այդ սուտը ծածկեն։ Հասկանում եմ, բայց ասածս այն է, որ մարդը ներքուստ չի ուզում համաձայնվի սրա հետ։ Դրա համար փորձում է ավելի երկար ապրի։ Ինչի, որովհետև հասկանում է ենթագիտակցաբար մեր մեջ դրված է, որ մարդը չի արարվել մահվան համար։ Եվ մահը արդյունքն էր ինչի, մեղքի, որովհետև մինչև մեղքը մահ կար թե չկար, մահ չկար։ Դրա համար եմ ասում, սա մեզ համար խորհուրդ է։ Հովանու ավետարան 14 գլուխ 1-3 համարներում կարդանք Տեր Հիսուս Քրիստոս ինչ է խոստացել մեզ։ Հովանու 14 1-3 Ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ։ Իմ հոր տանը բազում օթևաններ կան կամ բազում տներ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որտեղ ես եմ, դուք էլ լինեք, դուք էլ այնտեղ լինեք։ Սա այն մխիթարական խոսքը, որ մենք ունենք Տեր Հիսուս Քրիստոսից։ Տեր Հիսուս Քրիստոս մինչև համբարձվելը իր աշակերտին, իր ժողովրդին մեզ այս խոստումն է տվել, որ ես գնում եմ տեղ եմ պատրաստելու ձեզ համար։ Եվ դուք ինձ հետ եք լինելու, մենք միասին ենք լինելու։ Սա է մխիթարական խոսքը, եւ այս խոսքը որտեղից գիտենք։ Աստվածաշնչից, Աստծո խոսքից գիտենք։ Եթե Աստծո խոսքը նորից մերժում ենք, թողնում ենք մի կողմ, որտեղից ենք մենք այս ամեն ինչը սովորելու։ Ինչն է մեր հավատքի հիմքը լինելու։ Դրա համար մեր մխիթարությունը պետք է գտնենք որտեղ։ Աստծո խոսքի մեջ, Աստծո խոսքի մեջ։
խորապես խոսք ուսումնասիրելով, ամեն օր կարդալով, ամեն օր աղոթելով, սա այն ճշմարտությունը, որ մենք փափագում ենք ստանանք։ Սա այն հոգևոր սնունդը, որով որ ամեն օր ապրում ենք։ Մեր մարմինները կարիք ունեն, չէ՞, ամեն օր սննդի, ամեն օր ջրի կարիք ունենք։ Բայց չգիտես ինչի մենք կարծում ենք, ասում ենք լավ, մեր հոգին կարիք չունի այդ հոգևոր սննդի։ Աստծո խոսքի վրա կարա փոշի նստի։ Կարանք թաքցնենք, սիրուն մեր հայերի նման փաթաթենք, թաշկինակներով, բաներով ասենք, գիտես ինչ սուրբ ունեմ։ Պապու Աստվածաշունչն է։ Գլխի տակ դնում ենք բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում է։ Ժողովուրդ ջան, դա դրա համար չի տրված, էլի։ Ես էսի ինչ որ ասում եմ, իրականություն եմ պատմում, ես շատ եմ հանդիպել։ Հենց լսում են հոգևոր ես քրիստոնյա ես, բա մի հատ նայի ինչ ունենք, մեկ է բարձի տակից sense մի քանի բաներից մի հատ ինչ որ գիրք է հանում, ասում են նայի մեր սուրբ Աստվածաշունչ ունենք։ Գիտես ինչ հրաշքներ է անում բաները։ Ու նա մեզ ասում է ժողովուրդ ջան, այն ճշմարտությունը ինչ որ մեջը կա, էդի չեք կարդում, ուրիշ ինչ որ էֆորիկ բաների հետևից եք ընկնում։ Ինչ որ գլխացավը կանցնի, լավ գլխացավը անցավ, չնայած չեմ պատկերացնում, էլ Աստվածաշունչ բարձի տակ դնեք, քնեք ու գլխացավը անցնի։ Ավելի գլուխները կցավա, վիզները էլ կծրվի, որտեղ 4 բան եք դրել։ Բայց լավ այդ գլուխացավը անցավ, դոնից գալու է, այդ ամեն ինչը ոչ մի բան չի փոխելու։ Շատ դեպքերում խոսում սրա մասին, ցանկացած հիվանդություն, որը որ այսօր առողջացանք, վաղ թե ուշ մեկ ուրիշ հիվանդություն է գալու։ Վաղ թե ուշ այդ պահը գալու է։ Ինչն է մեր մխիթարությունը, որտեղից ենք մենք մեր կյանքի համար, մեր ընթացքի համար, մեր հետագա քայլի համար հիմք ունենում։ Եթե ոչ Աստծո խոսքից մնացած բոլոր բաները անցնելու են։ Խոսքն է, որ մեզ համար պետքա հիմք հանդիսանա, դրա համար ինչ է շարունակում ասում է։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի։ Խոսքն ասում սրա մասին, որ թեև մարդիկ մահացել են, բայց պետք է հասկանանք մի բան։ Երբ որ համբարձման պահը լինի, երբ որ համբարձման պահը գա, մեռածները մեզանից ինչ են անելու, առաջ են անցնելու։ Իրանք չեն կորել, չեն գնացել, այս ամեն ինչը չի ավարտվել զուտ մենակ գերեզմանով։ Մեզանից առաջ չեն անցնելու։ Ուշադրություն դարձրեք, քանի որ Տերը ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի եւ Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն։ Նրանք կարծում էին, որ մահացածները կամ իրենց հարազատները բաց են թողելու հափշտակությունը։ Հիսուս Քրիստոս հեսա գալու է, բայց այն մեռածները չեն կարողանալու Հիսուսին դիմավորեն։ Պողոս առաքյալը ինչ է իրենց ինչով է մխիթարում, ասում է տենց մի մտածեք։ Իրանք ձեզանից առաջ են անցնելու։ Իրանք ձեզանից առաջ են Տիրոջ մոտ կանգնելու, եւ սա է ասում Աստծո խոսքը։ Եվ այստեղ առանձնացնում է, մենք տեսնում ենք 3 ձայն, որոնք որ այս ամեն ինչը սենց ասած ազդարարում են։ Առաջինը ուշադրություն դարձեք, ասում է Տիրոջ հրամանով։ Այս Տիրոջ հրամանը զինվորական տերմին է, երբ հրամանատարը հրամայում է, զինվորը միանշանակ ինչ անում Արարատ ջան, պետք է կատարի, հարցեր ավելորդ չի տալի։ Եվ նույնպես ստեղ այս տերմինը հենց զինվորական տերմինաբանություն է, այսինքն Տիրոջ հրամանով։ Օրինակի համար այդ նույն տերմինն է օգտագործում Հովանու 11:43-45, նայեք, ասում է, եւ երբ ասաց բարձրաձայն աղաղակեց, Ղազարոս դուրս եք, եւ մեռելը դուրս ելավ, ձեռներն ու ոտքերը պատանով կապված եւ երեսը թաշկինակով պատած։ Հիսուս նրան ասաց. դրան արձակեք ու թողեք, որ քայլի։ Ուշադրություն դարձեք, այս որ ասում է բարձրաձայն աղաղակեց կամ ասաց, նորից այն ձևա գրված, որ այդ ձևի հրաման է տրված։ Հիսուս հրամայեց, մեռածը ինչ արեց։ Մի անգամից հարություն առավ ու դուրս եկավ գերեզմանից։ Այդ նույն տերմինն է օգտագործում, որ երբ որ Տերը հրամայելու է, բոլոր մեռածները ինչ են անելու, Տիրոջ առաջ են գալու։ Երկրորդ ձայնը մենք տեսնում ենք, որ Տիրոջ հրամանով հետո հրեշտակապետի
ձայնով։ Հրեշտակապետ հունարեն արխանգելոս տերմինն է։ Մենք շատ չգիտենք ընդհանրապես հրեշտակների դասի մասին։ Մենակ գիտենք, որ Հուդա 1:9-ում մեկ հրեշտակապետի անունը Միքայելն է, եւ իրականում նույնպես չգիտենք, արդյոք հենց Միքայելն է լինելու այդ հրեշտակապետը, որ ձայնն է հնչելու թե չէ, բայց այնուամենայնիվ գրված է, որ հրեշտակապետի նաեւ ձայնն է հնչելու։ Բայց սրանով չի ավարտվում, նաեւ երրորդ ձայն ունենք։ Աստծո փողով։ Այս Աստծո փողով բառը նորից հрьяաների համար այս փողը բավականին հայտնի տերմին էր։ Ինչի, որտեվ փողի ձայնը ծանոթ էր, երբ որ նման ձայնով օրինակ հայտարարվում էին տոնական օրերը, երբ որ տոնական օր էր, փողի ձայն էր հնչեցվում, որ այսօր հենց այդ օրը սկսվել է։ Կամ օրինակի համար պատրաստվում էին պատերազմից գնալուց առաջ նորից փողի ձայն էր հնչում։ Հռոմեացիների համար նորից փողի ձայնը հայտարարում էին օրինակի համար կարևոր մարդու գալստյան մասին։ Վստահ եմ հին ֆիլմերի մեջ տեսնում եք, երբ որ թագավոր կամ ինչ-որ մեկը պետքա գար, քաղաքի առաջ այդ փողի ձայն էին հնչեցնում, որ պատրաստվեք, մարդ հեսա գալու, մարդուն պետքա դիմավորեք։ Ու այս ամեն ինչը նման է հենց այս տեսարանի, որ Տեր Հիսուս Քրիստոսին դիմավորելու ժամանակ այս ձայնը հնչելու, հարությունն է լինելու Տիրոջ ձայնով, Տիրոջ հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով հայտարարվելու է ու Տիրոջ մեջ ննջեցյալները, կարևոր եմ շեշտում եմ, Տիրոջ մեջ ննջեցյալները, որտեղ նրանք, ովքեր որ առանց Տիրոջն են մահացել, դեռևս սպասվելու են, բայց նրանք, ովքեր որ Տիրոջ մեջ են, ինչ են լինելու, համբարձվելու են Տիրոջը դիմավորելու։ Սա է մեր մխիթարությունը, այսինքն հարությունն է Հիսուս Քրիստոսի մեր մխիթարություն, Աստծո խոսքն է մեզ համար մխիթարություն նեղությունների եւ դժվարությունների ժամանակ եւ երրորդ մխիթարությունն ունենք։ Տիրոջ հետ լինելն է մեր մխիթարությունը։ 17-18 համարներ։ Եվ հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք։ Սա եթե ուշադրություն եք դարձնում, Պողոս առաքյալը բավականին հետաքրքիր ձևով է խոսում։ Ուշադրություն դարձնում եք, ինչպիսի մագբայա ինքը օգտագործում։ Մենք ուշադրություն դարձեք ինչ է ասում, որ ասում է հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք։ Երբ որ ասում է մենք, Պողոս առաքյալը ինչ էր կարծում։ Կարծում էր, որ իր կենթանության օրոք Հիսուսի երկրորդ գալուստն է լինելու։ Ինքը անկեղծ հավատում էր այդ ձև։ Ու ասեմ աշակերտները նույնպես այդ հույսով էին, որ Հիսուս հիմա գնացել է, հեսա շուտով գալու է։ Որտեվ ժամանակը չգիտեին եւ անկեղծ Պողոս առաքյալն ինքն էլ է հավատում, որ գուցե մահ չի տենալու ու կենթանի Տեր Հիսուսին ինչ անելու, տեսնելու է, փոխվելու է, վերափոխվելու է ու Տեր Հիսուսին հանդիպելու է։ Չնայած իր կյանքի արդեն երբ որ ավարտն էր գալի, արդեն իսկ երբ որ գիտեր, որ պետք է մահանար, խոսում էր դրա մասին։ Բայց ստեղ մենք դեռևս տեսնում ենք, որ Պողոս առաքյալը հավատում է, որ ինքն էլ է լինելու այն մեկը, ով որ եկեղեցու հետ կենթանության ժամանակ Տիրոջը գնալու է ու համբարձվելու է, հանդիպելու է։ Պողոսը անկեղծ սրան հավատում են ու այդ հույսով էր ապրում։ Ինչ գիտենք իրապես Քրիստոս երբ է գալու։ Կարա վաղը գա Քրիստոս։ Իհարկե կարա։ Կարա մյուս վարքյանին նույնիսկ անգամ այդ պահը լինի։ Մենք չգիտենք։ Դրա համար սիրելիներ, մենք աղոթքով միշտ պետքա պատրաստ լինենք Փեսային դիմավորելու որպես հարս։ Եկեղեցին հարսը պետք է անընդմեջ աղոթքով պատրաստ լինի, որտեղ ցանկացած պահին կարա հայտարարվի, այդ ձայնը լսենք ու պետք է գնանք մեր Տիրոջը դիմավորելու։ Դրա համար եմ ասում, մեր կյանքը պետք է այս տրամաբանությամբ լինի, որ մենք հավիտենականությունը Տիրոջ հետ ենք լինելու, Տիրոջ հետ ենք անցկացնելու։ Համբերով կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուշադրություն դարձրեք։ Որն է Պողոս առաքյալի այս նեղությունների, խնդիրների, դժվարությունների մխիթարությունը։ Տիրոջ հետ եմ լինելու։ Պահը գալու է, ես Տիրոջ հետ եմ լինելու։ Այլևս այս խնդիրները, այս ցավերը, այս լացը, այս դժվարությունը չի լինելու։ Տիրոջ հետ եմ լինելու։ Թեև հիմա խնդիրներ ունեմ, թեև հիմա դժվարություններ ունեմ, բայց հավատում եմ, որ Տիրոջ հետ եմ լինելու ու սա ինձ համար ինչ է, մխիթարություն է։ Բայց լավ հարց է առաջանում, ոնց կարանք այս մարմնով
Գնանք Տիրոջը դիմավորելու։ Արդյոք այս մարմինը ի վիճակի է Տիրոջ առաջ կանգնելու եւ հավիտյան լինելու։ Չէ։ Այս ֆիզիկական մեր մարմինները տկար են, չենք կարող մենք նման ձևով Տիրոջ առաջ կանգնելու։ Դե համար Աստծո խոսքը խոսում է ապնապականացում մարմնի մասին։ Մարմին, որը որ այլ կերպ է լինելու, անապականացում մարմին է լինելու։ Բացեք խնդրեմ առաջի Կորինթացիս 15-րդ գլուխը, կընթերցենք միասին 50-ից 57 համարները։ Առաջի Կորինթացիս 15, 50-ից 57, քիչ է մնացել ժողովուրդ, բայց հույսով եմ հետաքրքիր թեմա է։ Առաջի Կորինթացիս 15, 50-ից 57։ Սա եմ ուզում ասել, եղբայրներ, որ Աստծո արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։ Ուշադրություն դարձեք, երբ որ խոսում է մարմնի ու արյանը, խոսում է մեր այս մարմնի մասին։ Ու ասում է, որ 15-րդ գլխում խոսում է Հիսուսի հարության մասին, եւ դրա հետ մեկտեղ նաեւ խոսում է արդեն մեր հարությունը կամ մեր վերափոխումը ինչպես է լինելու։ Դա համար զգուշացնում ասում է, մի կարծեք, որ այս մարմինը ժառանգելու է ինչը, երկինքը, որտեղ այս մարմինը չի կարա ժառանգի երկինքը։ Ինքը ապականված է մեղքով եւ խնդիր կա։ Հապա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ, ոչ բոլորս ենք ուշադրություն դարձրել ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու։ Հիմա գուցե ստեղ արդեն Կորինթոսի մեջ գուցե ինքն էլ իր մեջ ինքը պատկերացնում էր, որ ինքը այդ ննջեցյալների մեջ չի լինելու։ Ննջեցյալները կա, բայց ինքն էլ լինելու են մարդկանց մեջ, ովքեր որ կենթանի են լինելու, բայց ինչ ենք լինելու, ասում է, նորոգվելու ենք, փոխվելու ենք, վերափոխվելու ենք։ Հանկարծ մի ակնթարթում վերջին շեփորի հնչման ժամանակ հիշում եք ինչ շեփորի մասներ խոսքը գնում։ Երեք ձայնի մեջ ասում է Աստծո փողը կամ այս նույն շեփորը ձայնի ժամանակ, որովհետև շեփորը կհնչի ու մեռելները անապականալի հարություն կառնեն եւ մենք ինչ կանենք կփոխակերպենք։ Ուշադրություն դարձնում եք հերթականությունը։ Նախ ովքեր են վերափոխվում։ Ննջեցյալները, ննջեցյալներից հետո նաև մենք, որ կենթանի ենք, մեկ անդրդարթում կվերափոխվենք, հինը կգնա եւ նոր մարմին կառնենք, կփոխվենք, որովհետեւ այս ապականացում մարմինը պետք է որ անապականությամբ ինչ անի, զգեստավորվի, այս տերմինը հետաքրքիր է, այսօր ասում են նոր շոր հագնի, նոր մարմին առնի։ Եվ այս մահկանացու մարմինը ինչ առնելու անմահություն։ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այս խոսքը, որ գրված է։ Այս խոսքը կապված է Հիսուս Քրիստոսի հարության հետ։ Մահը հաղթության մեջ ընկղմվեց։ Ով մահ, ուր է քո խայթոցը։ Ով գերեզման, ուր է քո հաղթությունը։ Լսում եք, մինչև Հիսուսի հաղթանակը, բոլորը ինչ էին անում, պարտվում էին մահվան առաջ, բոլորը պարտվում էին գերեզմանի առաջ։ Բայց Քրիստոսով այդ հաղթանակը տրվեց։ Դրա համար ասում եմ, ուր է ով մահ, քո այլևս այդ իշխանությունը, չկա այդ իշխանությունը, բայց նրանց համար, ովքեր որ Քրիստոսի հետ են։ Ովքեր որ մեղքերի թողություն են ստացել, ովքեր որ այսօր այդ հույսով են ապրում, այդ մխիթարությամբ են ապրում։ Մահվան խայթոցը ինչն էր, մեղքն է, իսկ մեղքի զորությունը օրենքն է։ Նորից ուշադրություն դարձեք, Աստված է սահմանել այդ օրենքը, որը որ խախտելով մեղքն է գալիս, որի որ հետևանքն էլ դատապարտությունն է, հավիտենական դատապարտություն է։ Սա մի օրենք է, որ սահմանված է ու բոլորն են այդ օրենքի առաջ պարտական լինելու։ Եթե Քրիստոսին չունես, որևիցե արդարացում չես կարող ունենաս, որևիցե հույս չկա, հավիտենական դատապարտությունն է եւ վերջ, բայց Քրիստոսով ննջեցյալները այն հույսն ունեն, որ Տիրոջ հետ են լինելու, բայց ուշադրություն դարձրեք, բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այո, դեռևս Պողոս առաքյալը ֆիզիկապես հարություն չէր առել, բայց վերստին ծնունդ էր ստացել, նոր մարդ էր դառել, եւ այս նոր մարդը մենք այսօր մեր մեջ է։ Մենք ենք, որ նոր արարված ենք, նոր էություն ունենք։ Դրա համար ասում եմ, եթե հներն անցել են,
Այն նոր որպես նորով քայլեք, հին բան էլ չեն կարա մեզ հետ բերենք։ Եթե Տիրոջինն ենք հները ինչ արեցինք, թողեցինք մի կողմ։ Սա է այդ հույսը, որով որ մենք ապրում ենք, Տիրոջ հետ հավիտենականություն ունենք։ Անապականացու մարմինը միավորվելու է մեր անապական հոգու հետ։ Լսում եք։ Մեր հոգին վերստին ծնունդ է առել, բայց դեռևս մեր մարմինը ինչա ձգտում է մեղքին։ Այս մեղավոր մարմինը, երբ որ արդեն անապականություն հագնի, կստացի որ անապականացու մարմինը միավորվելու է անապական հոգու հետ։ Ու այդ ժամանակը, որ մենք միավորվելու ենք մեր Տիրոջ հետ։ Մեր Տիրոջ հետ հանդիպում ենք ունենալու ու Տիրոջ հետ ենք լինելու հավիտյան։ Եվս մեկ հարց կա ու կուզենամ կարճ sense մի քիչ հպանցիկ անցնեմ ու փորձենք ավարտենք։ Այն հավանը կարող ասել ներգնացին նորերը։ Էդի հետո կխոսենք, պաշտամունքից հետո։ Երբ որ նայում ենք ընդհանրապես հափշտակությանը կամ վախճանաբանության ընթացքին, պետք է ասեմ, որ որոշակի հարցեր կամ որ անդադ քննարկվում է լինում, թե այս հափշտակությունը երբ է լինելու։ Ասեմ, որ կա երկու հիմնական մոտեցում։ Մեկ մոտեցումը հետևյալն է, որ նայում են հազարամյա թագավորությանը, 7 տարվա նեղությանը որպես սիմվոլիկ եւ ներկայացում են, որ մենք արդեն իսկ հազարամյա թագավորության մեջ ենք, որին որ մենք այդքան էլ հակված չենք հավատալու, մենք հավատում ենք, որ հազարամյա թագավորությունը իրական թագավորություն է լինելու եւ Տեր Հիսուս Քրիստոս իրապես որպես թագավոր երկրից վրա իշխանություն է հաստատելու։ Բայց մինչեւ հազարամյա թագավորությունը լինելու է 7 տարվա նեղության շրջանակը։ Եվ այս 7 տարվա նեղության շրջանակում նույնպես կա տարբեր պատկերացումներ։ Որոշները կարծում են, որ 7 տարվա նեղության շրջանակում եկեղեցին անցնելու է այդ ամեն ինչի միջով, նոր ամենավերջում հափշտակվելու է։ Որոշներն ասում են, որ կեսից է անցնելու եւ որոշներն ասում են, որ այդ 7 տարվա հենց ամենասկզբից էլ հափշտակությունն է լինելու եւ եկեղեցին որևիցե կերպով այդ նեղությունների միջով չի անցնելու։ Այսև կասեմ, իմ հավատամքը կամ իմ մոտեցումը հետևյալն է, որ 7 տարվա նեղությունից հենց առաջ եկեղեցին հափշտակվելու, այսինքն ների գալուց հենց միանգամից առաջ այս process-ը, այս ընթացքը տեղի ունենալու։ Ինչի։ Մի քանի ուղղակի նրբություններ կասեմ եւ վերջացնեմ։ Տեսեք, եթե օրինակի համար հայտնության գիրքն ենք նայում, հայտնության գրքի 6-ից 18 համարները խոսում են 7 տարվա նեղության ընթացքի մասին։ Մինչև այդ մենք տեսնում ենք, որ հայտնության առաջից մինչև 3-րդ գլուխներում եկեղեցի տերմինը օգտագործվում է 19 անգամ։ Եկեղեցին հիշատակվում է, բայց 6-ից 18 գլուխներում ոչ մի անգամ եկեղեցին չի հիշատակվում։ Եվ սա տրամաբանությունը տանում է նրան, որ այս ընթացքում եկեղեցին չկա։ Հայտնության արդեն շարունակության մեջ նորից մենք տեսնում ենք, որ եկեղեցին կա։ Եվ սա նորից որոշակի sense ասած ազդանշան է, որը որ խոսում է հենց սրա մասին։ Բացի դրանից, Պողոս առաքյալը նույն Թեսաղոնիկեցիս նամակի մեջ եւ նաեւ հայտնության գրքում չի զգուշացում եկեղեցուն, որ զգուշացեք եկեղեցի, որ պահը գալու, որ նեղություն եք անցնելու։ Այնպիսի նեղություն, որը որ երբևիցե մարդկության պատմության ընթացքում չի լինում։ Հետևաբար, այս եւ եւս մի քանիսը կան, հիմա չեմ ուզում շատ մանրանամ, այս ամեն ինչը եւս մեկ անգամ ինձ համար որպես հիմք է հանդիսանում, որ նեղության մենք չենք մասնակցելու եւ եկեղեցին նեղությունից առաջ է, որ հափշտակվելու է։ Դրանից հետո ներն է գալու եւ առաջի 3.5 տարին ները փորձելու է միաբանել։ Չգիտեմ, գիտեք թե չէ, բայց մուսուլմանները մինչեւ հիմա սպասում են Հիսուսի երկրորդ գալստյանը, Մեսիային։ Բացի դրանից, հրեաները նույնպես քանի որ չեն ընդունել Տեր Հիսուս Քրիստոսին, սպասում են, որ Մեսիան պետքա գա։ Եվ հետաքրքրական այն խոսքը, որ Հիսուս նույնիսկ հրեաներին ասեց, ես եկա իմ հոր անունով, ինձ չընդունեցիք։ Գալու է մեկը իր անունով եւ իրան ինչ եք անելու, ընդունելու եք։
Եվ երբ որ ները գա, որոշակի խաղաղություն է բերելու արաբական երկրների եւ Իսրայելի միջև։ Որոշ առումով կարծես Մեսիան եկել է, ամեն ինչը լավ է, մինչև այն պահը, երբ որ ինքը նստելու է տաճարում, տաճարն է վերակառուցվելու։ Եվ ինքն իրեն հայտարարելու է որպես Աստված եւ պատվիրելու է, որպեսզի հрьяաները սկսեն զոհաբերություն բերել կամ իրեն պաշտամունք բարձրացնել։ Սա է պահը գալու, որ շատ-շատերը սկսելու են հանդիմանալ, շատ-շատերը սկսելու են դեմ կանգնել եւ բավականին լուրջ խնդիրների, բավականին լուրջ հալածանքի առաջ են կանգնելու։ Չեմ մանանա այս ամեն ինչին, դեռևս առիթ կլինի ավելի կխոսենք սա հետ կապված։ 7 տարիից հետո, երբ որ Հիսուս գալու է, ները սպանվելու է, այսինքն պատժվելու է եւ հաստատվելու է հազարամյա թագավորություն։ Հազարամյա թագավորությունը լինելու է ֆիզիկական թագավորություն, որտեղ որ եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի հետ թագավորելու է, լինելու է երկրի վրա, բայց ինչպիսի մարմնով։ Փառավորյալ անապականացու մարմնով է լինելու, բայց բացի եկեղեցուց նաև լինելու են մարդիկ, ովքեր որ ինպես, ձերպես մարմին են ունենալու եւ այս 1000 տարիների ընթացքում ինչ են անելու, շատանալու են, բազմանալու են։ Եվ ամենավերջում լինելու է վերջին ըմբոստությունը, որ սատանան խաբելու է շատ-շատերին, որ փորձելու են դեմ կանգնել, սա նորից ուրիշ պատմություն է, առիթ կլինի, դեռևս կխոսենք, բայց այնուամենայնիվ, տեսեք, այս ամեն ինչի ավարտը իրականում մեկն է։ Երբ որ այդ հանդիպումը մենք որպես հավատացյալներ ունենանք, այլևս բաժանում Տեր Հիսուսից չի լինելու։ Հավիտյան Տեր Հիսուսի հետ ենք լինելու։ Դրա համար այս խոսքը, ինչ որ առնում ենք մեր կյանքում դժվարությունների, նեղությունների ժամանակ պետք է լինեն ինչ? Մխիթարություն։ Որն էր առաջին մխիթարության խորհուրդը կամ խոսքը։ Հիսուս Քրիստոսի հարությունն է մեզ համար ինչ? Մխիթարություն։ Երկրորդը հենց Աստծո խոսքն է ինքնին մեզ համար մխիթարություն, որտեղից որ առնում ենք այդ ճշմարտությունը, որտեղից որ սովորում ենք, եւ երրորդը Տիրոջ հետ հավիտյան լինելն է մեզ համար ինչ? Մխիթարություն։ Ուստի սիրելիներ, ինչպես որ Աստծո խոսքն է ասում առաջի Թեսաղոնիկեցիս 4:17-ում, ինչ արեք, ասում է մխիթարեք մեկը մյուսին այս խոսքերով։ Նամանավանդ այսօր, երբ որ տեսնում ենք շատերը վախեցած են իրենց կյանքի համար, իրենց դժվարությունների խնդիրների մեջ։ Տիրոջ խոսքով մխիթարեք, գնացեք ու Տիրոջը տվեք։ Միակ խաղաղությունը, միակ ճշմարտությունը իր մեջը։ Հակառակ դեպքում, այո, մեզ համար ուրախություն է լինելու Տիրոջ երկրորդ գալուստը։ Բայց բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջը դեմ են, Տիրոջ գալուստը կամ Տիրոջ դատաստանի օրը, Տիրոջ օրը ուրախության օր չի լինելու, այլ դատաստանի օր է լինելու, որտեղ բոլոր նրանք, ովքեր որ իրենց կյանքի ընթացքում չխոնարհվեցին Տիրոջ առաջ, այդ ժամանակ խոնարհվելու են, բայց արդեն ուշ է լինելու։ Ոստի Տիրոջ առաջ խոնարհվենք եւ Տիրոջը նայելով, Տիրոջը խոսքը սերտելով, խոսքի մեջ լինելով, մխիթարվենք եւ քայլենք առաջ։ Թեև խնդիր ունեմ, թեև դժվարություն ունեմ, այս ամեն ինչը ինչ է, անցողիկ է։ Այն ինչ որ Տերը մեզ տվել է, այն ինչ որ մենք ունենք Տիրոջ հետ, այն մոտ սերտ հարաբերություն, որ մենք ունենք Տիրոջ հետ, որևիցե մեկը, որևիցե բան, որևիցե կերպով ի վիճակի չի մեզ ինչ անելու, բաժանելու։ Ու փառքը, ամեն փառքը թող լինի Աստծուն։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս քո խոսքի, քո մխիթարական խոսքի համար, Հայր։ Դու ես մեր մխիթարությունը եւ քեզանով ենք, որ մենք ամեն պահ, ամեն վայրկյան կարողանում քայլել, Տեր։ Աղոթում եմ, ով Տեր Աստված, որ իրապես մեզ հաստատես, օգնես, որ ամեն իրավիճակներում մեր հույսը ու մեր հավատքի հիմքը դու լինես, Տեր Հիսուս։ Դու խոստացար, որ կուղարկես Սուրբ Հոգին մխիթարիչը, որ մեր հետ է եւ մխիթարում է։ Բայց Տեր Աստված, գիտենք, որ նաեւ Սուրբ Հոգին օգտագործում է այն խոսքը, որը որ ժառանգել ես տվել ես մեզ։ Ուստի աղոթում եմ, որ մեզ որպես քո զավակներ, որպես քո եկեղեցու զավակներ, օգնես, որ կարճած լինենք ամուր խոսքիդ վերաբերյալ։ Խոսքդ մեզ համար լինի միակ հեղինակությունը եւ խոսքովդ մխիթարվենք, որտեւ Տեր Հիսուս դու կատարելապես ցույց տվեցիր այն օրինակը, որով որ մենք պետք է ապրենք։ Դու հավատարիմ ես մինչև վերջ քո հորը
եւ նաեւ նույնպես մեզ պատվիրեցիր, որ մենք էլ հավատարիմ լինենք։ Դու մահացար երրորդ օրը հարություն առար Տեր, որը որ մեր ուրախությունն է եւ մեր հույսն է։ Ոստի օգնի, որ Տեր մեր հայացքը միշտ դեպի վեր լինի։ Վերին բաների մասին մտածենք, այլ ոչ թե երկրայինը, որտեղ ամեն բան անցողիկ է, ամեն ինչ անցնելու է Տեր։ Բայց այն մխիթարությունը, որ ունենք մեր սրտերում Տեր Աստված, դա մնալու է եւ դա է մեզ ուշ տալի քայլելու։ Ոստի Տեր Հիսուս, աղոթում եմ, որ դու այցելություն անես գուցե նրանց, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում, Տեր։ Այցելիր, փոխիր նրանց սիրտը, որպեսզի քեզ ընդունեն որպես Տեր ու Փրկիչ, որպեսզի իրանք էլ այդ հույսը, այդ մխիթարությունն ունենան, որպեսզի իրանք էլ հավիտենական կյանքի հույսն ունենան, քեզ հետ ապրելու հույսն ունենան, Տեր։ Եվ մեզ էլ որպես հավատացյալների ամեն օր պատրաստ արա, որ քեզ նմանվենք եւ երբ որ պահը գա, Տեր, կլինենք կենթանի կամ կլինենք մահացած, քեզ դիմավորենք այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Հիսուսի սուրբ ու պատվական անունով աղոթեցի, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ամեն։ Տեր օրհնի ձեզ։